Սկզբունքորեն կարևոր է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, հավելել՝ Թբիլիսին ամեն ինչ կանի դրա համար։ Վրաստանի վարչապետի խոսքով այդ երկրների հետ հարաբերություններում նկատվում է դրական դինամիկա։ Նա նաև հիշատակել է Սև ծովով ստորջրյա մալուխի անցկացման նախագիծը էլեկտրաէներգիայի հաղորդման և թվային կապի ապահովման համար, նշելով, որ Եվրոպայի հետ միացման նման նախագծերի իրականացումն անհնար է առանց Վրաստանի մասնակցության։ Ավելի վաղ Կոբախիձեն մեկնաբանել էր նաև Մոսկվայի հետ հարաբերությունները, նրա խոսքով երկրները չպետք է թշնամի դառնան քաղաքական հակասությունների պատճառով, քանի որ ժողովուրդների խաղաղ գոյակցությունն ավելի կարևոր է, քան արտաքին ուժերի ցանկացած ծրագիր։ Նա նաև քննադատել է վրացական ընդդիմությանը իր խոսքով ռուսատյաց քաղաքականության համար։ Միևնույն ժամանակ Կոբախիձեն նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանը վրացական տարածքների դեօկուպացիան է։ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Բուլղարիայի կառավարությունները բանակցություններ են վարում էլեկտրաէներգիայի փոխադրման համար ցամաքային տարանցիկ միջանցք ստեղծելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ինգաբ Խալաձեն։ Նրա խոսքով նոր նախաձեռնությունը թույլ կտա Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին հարևան պետություններից դեպի Եվրոպա։ Փոխնախարարի խոսքով դա տնտեսական տեսանկյունից շատ կարևոր և հետաքրքիր նախաձեռնություն է, քանի որ տարանցման հետ մեկտեղ Վրաստանը նաև կարտահանի սեփական էլեկտրաէներգիան, ինչն իր հերթին կնպաստի տեղական բիզնեսին աջակցությանը և երկրի էներգետիկ ոլորտի զարգացմանը։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է էլեկտրաէներգիա մատակարարել եվրոպական շուկա։ Նրա խոսքով այդ երթուղիներն անցնում են հարևան երկրների տարածքով, այդ թվում Հայաստանով, Վրաստանով և Թուրքիայով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։ Կողմերը մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին զարգացումների, երկկողմ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ։ Թուրքիան բոլոր հարթակներում կշարունակի աջակցել Պաղեստինին առավելագույն վճռականությամբ, հայտարարել է Էրդողանը, կոչ արել հնարավորինս շուտ անհրաժեշտ պայմաններ ստեղծել Գազայի հատվածի վերակառուցման համար։ Նրա խոսքով Պաղեստինի հարցը հնարավոր չէ դուրս մղել համաշխարհային օրակարգից։ Աբբասն էլ ընդգծել է Գազան պաղեստինյան պետության անբաժանելի մասն է։ Նա նաև անդրադարձել է Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափում տիրող իրավիճակին, մեղադրելով Իսրայելին բնակավայրերի ընդլայնման, հողերի զավթման, ձերբակալությունների և սադրանքների համար։ Պաղեստինի նախագահը ողջունել է օրերս Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի կնքումը, դա որակելով որպես կարևոր ռազմավարական քայլ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար։ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի նպատակն է պաշտպանության և անվտանգության ոլորտներում երեք երկրների միջև հարաբերությունները դարձնել առավել ինստիտուցիոնալ և կայուն, հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ Ըստ գերատեսչության համաձայնագիրը պաշտպանական բնույթ ունի և որևէ երկրի չի սահմանում որպես ընդհանուր թշնամի կամ հակառակորդ։ Այն չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք կամ մրցակից։ Մեքքայի համաձայնագրի շրջանակում գործողությունները կարգելու նպատակով Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան կստեղծեն քաղաքական և ռազմական մեխանիզմներ, որոնք կմիավորեն երեք երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև ռազմական հրամանատարներին։ Համաձայնագիրը նախատեսում է ռազմական համագործակցության աստիճանական խորացում համատեղ զորավարժությունների անցկացմամբ։ Նաև նախատեսվում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մեխանիզմի զարգացմանը զուգահեռ հետագայում կարող է քննարկվել համաձայնագրին այլ երկրների միանալու հնարավորությունը։ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է Ժողովրդահանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին, որին անդամակցել է 17 տարի։ Նրա խոսքով այժմ սկսվում է նոր ուղի հանուն ավելի ուժեղ, ժողովրդավար և հույսերով լի Թուրքիայի։ Ավելի վաղ կուսակցությունից դուրս էր եկել նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը, ձևավորելով նոր քաղաքական ուժ։ Նրան միացել են 91 падգամավորներ, քաղաքապետներ և կուսակցության այլ անդամներ։ Իմամօղլուի դուրս գալը Ժողովրդահանրապետական կուսակցության ներսում զանգվածային պառակտման հերթական դրվագն էր, որն ուժեղացավ Քեմալ Քլջդարօղլուի կուսակցության ղեկավարությանը վերադառնալուց հետո։
Միացյալ Նահանգները սխալ հաշվարկ էր արել Հորմուզի նեղուցի եւ Իրանի դեմ պատերազմի հարցում, հայտարարել է Աբբաս Արաղչին։ Կեղծ տեղեկատվությունից ավելի վատ են կեղծ հետախուզական տվյալները, X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը։ Նրա համոզմամբ ԱՄՆ-ն վաղուց է սխալվում իր հետախուզության ձախողումների պատճառով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, չի վստահում Թեհրանին բանակցություններում, քանի որ նրա խոսքով Թեհրանը բազմիցս ստել է Վաշինգտոնին։ Հորմուզի նեղուցին է անդրադարձել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, նշել Հորմուզը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել պատերազմը եւ Իրանի ծովային շրջափակումը, չի ապասառեցրել իրանական ակտիվները եւ չի համաձայնել հրադադարի ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում եւ Գազայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դատապարտել է երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված եվրոպական պետությունների հայտարարությունը, որը հրապարակել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մասին դասախոսություններ կարդալ։ Գազայում Իսրայելի ցեղասպանությանը եւ Իրանի դեմ ագրեսիային ձեր աջակցությունը ոչնչացրել է բարոյական բարձր դիրքը, որ ձեզ թվում էր, թե ունեիք, գրել է Արաղչին X-ի հարթակում։ Եվրոպական ավելի քան 30 երկիր, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավարը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները եւ մահապատիժները։ Երկրներն Իրանին կոչ են արել անմիջապես վերջ դնել մահապատժի կիրառմանը, լսել ժողովրդին, որը փոփոխություն է պահանջում եւ գործուն քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ։ Ժան-Նոել Բարոյի խոսքով անմարդկային ռեպրեսիան պետք է ավարտվի, պատասխանատուները պետք է պատժվեն, իսկ քաղբանտարկյալները ազատ արձակվեն։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հրադադարի երկարաձգման հնարավորությունը չի քննարկվել, հաղորդել է Reuters-ը, վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ Նրա խոսքով Թեհրանի տեսանկյունից հրադադարը չի գործում, քանի որ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը դրա ստորագրումից 48 ժամ անց, եւ հետեւաբար հրադադարը քննարկման թեմա չէ։ Պաշտոնյան նշել է, որ քննարկումներ են ընթանում հուշագրի դրույթներին եւ դրանց իրականացման եղանակներին վերադառնալու համար, սակայն մինչ օրս որևէ առաջընթաց չի գրանցվել։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարը երկարաձգելու վերաբերյալ։ Աղբյուրները նշել են, որ կողմերի միջև խորհրդակցությունները շարունակվում են։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին այցելել է Իրան։ Թեհրանում նա հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի, արտգործնախարար Աբբաս Արաղչիի, ներքին գործերի նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ։ Պակիստանյան կողմի տվյալով քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Իսլամաբադը փորձում է նպաստել տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դիրք Լյոլկեին։ Կողմերն անդրադարձել են երկկողմ գործակցության ուղղություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերություններին։ Ընդգծվել է վերջին շրջանում այդ կապերի զարգացման դրական դինամիկան։ Քննարկվել են նաեւ արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքը, ապագայում գերմանական ընկերությունների կողմից այդ երթուղին օգտագործելու հնարավորությունները։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Նրա խոսքով տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է։ Դեսպանն էլ շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնյան գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բիլաջարի կայարանից մեկնել է ցորենով բեռնված 20 երկաթուղային վագոն։ Օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան էր մատակարարվել 979 տոննա ցորեն։ Բարդույ Հարությունյան, հարևաններ։